Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Հասանք այս թեմային, այո։ Հասանք մշակույթին, որը, ինչպես ասվում է, ձևավորվում է, հարստանում է, կորցնում է, ամրապնդվում է դարեր շարունակ, բայց ինչպես է այն տեղի ունենում, ուր է այն մշակութային քաղաքականությունը կամ քաղաքական մշակույթը, այսօր կխոսենք մեր հյուրերի հետ։ Այո, այսօր կարևորել ենք այս թեման, որովհետև 21-րդ դարում մարտահրավերներ կան նաև մշակույթի եւ մշակութային քաղաքականության դեմ, եւ մեզ հետաքրքիր է թե ովքեր են կազմելու այդ քաղաքականությունը, ովքեր եւ ինչպես են վարելու եւ ինչ առաջարկ կա Հայաստանին։ Սցենարիստ, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է մեր հյուրը եւ դիրիժոր կոմպոզիտոր պարոն Վահե Բեգոյանը։ Վահան Արծրունի մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյան։ Սկսենք ընդհանրապես ինչ ենք մենք մտածում ասելով մշակութային քաղաքականություն։ Էդգար։ Կինեմատոգրաֆիստներից եք որոշում սկսեք։ Այո։ Այսինքն եթե դուք օգտագործում եք այդ բառը մշակութային քաղաքականություն, այսինքն պետք է հասկանանք, որ ինչ որ մեկը պետք է կրի կամ պետք է անի, ինչ որ մեկը պետք է զբաղվի։ Որովհետև քաղաքականություն բառը ինչքան էլ հարաբերական է կպցրած մշակույթ բառը, բայց մեկը դա արդեն մենք վերապահում ենք ինչ որ մարմնի, հա, ինչ որ օրգանի, այսինքն դա պետական մարմնի, որը պետք է ինչ որ գործողություններ անի, որը կարծում եմ չի անում կամ չի ուզում կամ չգիտի։ Ես կարծում եմ չի ուզում, ես վերջի դեպքերով շատ կոնսպիրոլոգիայի մեջ չմտնենք, ես կարծում եմ, որ դա զուտ Հայաստանին բնորոշ բան չի, եթե նայում եք կտրվածքով 60-ականներից գալիս ենք, թե կինոն, թե երաժշտությունը, ժամանակից երաժշտությունը վեկանում, կլասիկան տենց այդքան բան չէր, չնայած մոդեռն կլասիկան ծաղկում էր այդ ժամանակ։ Ու տեսեք ինչ կատարվեց 30 տարվա մեջ եւ ոնց բթացավ ամեն ինչ, թե կինոն ամերիկյան ոսկե դարը վերացավ, անցավ Բեթմենների, ես իմ չգիտեմ, Մարվելների, ինչ կոմիքսների, երաժշտությունը պոպը եւ ռոկը պրիմիտիվացան երկու ակորդի եկան հասան, նույնը մենք չենք կարա դրանից զերծ մնայինք։ Վստահ եմ, որ այսօր էլ կա այդ խնդիրը բթացնել եւ հեշտացնել մենեջմենտը, այսինքն կառավարման խնդիրը, իսկ կառավարման խնդիրը շատ հեշտ է, որ բութ է եւ կներեք օտար բառ չի, բայց հայերը շատ են օգտվում եւ տուպոյ զանգվածը ում հետ դու շփվում ես, այսինքն թողել երկու կոճակ, պուսկ, ստոպ, ստարտ, ստոպ։ Դրա համար կարծում եմ տեսեք այսօրվա կինոն եւ դրան գումարվեց դեվալվացիան, արժեզրկվեց եւ вообще բռնությունը, տեսեք ինչքան շատացավ սպանությունները կինոյում, կոմպյուտերային խաղերը էլ մի կողմ եմ թողում, ես որպես 5 գեյմեր գիտեմ ինչի մասն եմ խոսում։ Այսինքն դետապուիզացիան գնաց դեպի այդ ուղղությամբ, հետո դա, որ ասում ենք դա գալու է մտնի այդ վիրտուալ աշխարհից գալու է մտնի իրական, ասում են դա մի չափազանցրեք, մի մտեք կոնսպիրալոգիա, ինչ մտավ։ Մտավ Ամերիկայում մենակ ես մի 8-9 դեպք գիտեմ, որ գեյմերը ասում է հոգնել եմ տեսնեմ կոմպյուտերով, ուզում տեսնեմ իրականում մարդը ոնց է մեռնում։ Ու մտե դպրոցում կրակել կամ բան արել։ Այսինքն այդ դրանք կապակցված բաներ են, Հայաստանը չէր կարա դրանից դուրս լինել։ Ինչքան էլ դու փակվես, անգամ սովետը փակ էր երկաթի այդ բանով, մեկը ինքը այդ process-ների մեջ էր։ Դրա համար ես կարծում եմ, որ ստեղ մենեջմենտի խնդիր է, հեշտ ավելի ղեկավարվել մարդկանց, որոնք բինար մտածողություն ունեն, լավ, տեսեք ես ինչ է կատարում, սերիալները օգնեցին դրան, կինոն օգնեց, կինոն պրիմիտիվացրեցին մաքսիմալ ինչքան հնարավոր է։ Որևէ խորքային իմաստ, որևէ մետաֆորիկալ, բացառվածը չկա այսօր։ Այսինքն դες բան, ինչ տեսնում ես դա է, կատու, շուն, լավ, վատ, այդ աստիճանի պրիմիտիվացվեց։ Ես կարծում եմ, որ սա դավադրություն բառը չասեմ, բայց ինչ ասեմ, կարծում եմ, որ ինչ որ մի տեսություն կա։ Արեստացին process է, որը կամ էլ բնական process է, որը արեստացին սիրուն ուղղորդում են, որովհետև սիստեմային ձեռնատու է դա։
ձեռնատու է ցանկացած իշխանություն ինքը հեշտ մենեջմենտ է ման գալիս, որ վերարտադրվի, որ ես ինչ անի, ինչի պետք է մշակութային քաղաքականությամբ զբաղվի, կրթի քրիտիկական մտածողություն ներարկի աշակերտներին։ Տեսեք, դպրոցի խնդիրն է այդ սա, ընտանիք դպրոց։ Երկու ինստիտուտ, որը իսպար իր գործը չի կատարում։ Պարոն Արծրունի, դուք նշում եք երբեմն ձեր խոսքերում, որ ժամանակակից մարդը ավելի մակերեսային է եւ բովանդակությունը փոխարինված է տարբեր բաղադրիչներով, որտեղ պետք է մարդը փնտրի մշակութային քաղաքականություն եւ արդյոք դրանք կարելի է բաժանել։ Եթե խորը չի մարդը, ապա իրեն արդյոք պետք է մշակույթը։ Ես կարծում եմ, որ մշակութային քաղաքականություն դա ֆունկցիա է, այսինքն չի կարող մարդը ունենալ այդ ֆունկցիան կամ ենթադրենք փոքր համայնքը, ենթադրենք արվեստագետներին նման ֆունկցիա չեն կարող ունենալ, որովհետեւ ասելով մշակութային քաղաքականություն մենք պետք է պատկերացնենք, այսինքն գործառույթ։ Սա իմ պատկերացմամբ սա պետական գործառույթ է։ Օրինակ խորհրդային շրջանում այդ գործառույթը ծառայում էր ուղղակի ծառայում էր խորհրդային կարգերին եւ համայնավարական գաղափարախոսությանը, մեր պարագայում, այսինքն չեմ ուզում շատ տարածվեմ աշխարհում ինչպես է, բայց մեր պարագայում այդ քաղաքականությունը ծառայեցված է մի նպատակին, այսինքն որ հիմքում ոչ թե գաղափարախոսությունը կամ իդեոլոգիա, այլ հիմքում գույքն է, որի տերը պետությունն է եւ այդ նկատի ունեմ մշակութային միավորները, հա, թատրոնները, չգիտեմ, թանգարանները, համերգային դահլիճները եւ այլն։ Եվ քանի որ այդ գույքը 95, եթե ոչ 97% այդ գույքի պետության սեփականությունն է, ապա պետությունը ստիպված ուզած-չուզած պետք է մշակի որոշակի ռազմավարություն կամ մշակութային քաղաքականություն, որպեսզի այդ գույքին տեր կանգնի։ Եվ ես շատ եմ մտածել այս թեմայով, հասկացել եմ, որ համենայնդեպս նորագույն շրջանում մեր պատմության պետությունը որդեգրել է այս մոդելը, այսինքն այս գույքի ներսում գոյություն ունեն ստեղծագործական միավորներ, հա, թատրոն լինի, սիմֆոնիկ նվագախումբ լինի կամ ենթադրենք թանգարանային աշխատակիցներ, նրանք ֆունկցիան, հիմնական նրանց ֆունկցիան ոչ թե այսպես մշակույթը զարգացնելն է, կամ այսինքն դա ստացվի կամ չի ստացվի, այդքան էլ էական չի, իրենց հիմնական ֆունկցիան այդ գույքը սպասարկելն է։ Եվ այդ մոդելը ուղղակի որևէ փոփոխության չի ենթարկվել անկախության առաջին տարիներից, այսինքն այսպես է գործում, պետությունը հատկացնում է այդ գույքը պահելու համար որոշակի գումար բյուջեից, հետո մի տարի հետո այն հաստատությունը, որը պատասխանատու է այդ գումարը ծախսելու համար, հաշվետվություն է ներկայացնում պետությանը, որքանով լավ է նա ծախսել։ Նայեք, այս մոդելը չի ենթադրում ենթադրենք նույնիսկ նյութական շրջանառություն, որովհետև այդ միավորները կոչվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Այսինքն ի սկզբանե պարզ է, որ այս միավորը չի կարող ենթադրենք ծառայել եկամուտ ստանալու նպատակին։ Կամ որևէ մի բան գեներացնի։ Ինքը նայեք, ինքը ուղղակի պետք է պահպանի այդ գույքը որոշակի վիճակում, պետությունը բնականաբար դոտացիոն համակարգը աշխատում է եւ ենթադրենք եթե մաշվում են աթոռները այդ հաստատության մեջ, պետությունը իր ֆունկցիան կատարում է, այդ աթոռները փոխվում են։ Հիմա այսինքն պետական մոդել եւ մշակութային քաղաքականությունը, ինչի մասին որ դուք հարցրեցիք, տարածվում է բացառապես այդ տիրույթի վրա, այսինքն դրանից դուրս որևէ տիրույթ, որը մենք անվանում ենք ազատ արվեստի դաշտ կամ ազատ ստեղծագործական դաշտ, չի էլ ենթադրում պետությունը, որ այսինքն այն պետք է գոյություն ունենա առաջինը եւ երկրորդը, այսինքն եթե չեմ ենթադրում, որ այդ տիրույթը կա, ես ինչի պետք է բյուջեից հատկացնեմ որևէ նյութական այսպես միջոցներ կամ հնարավորություններ ստեղծեմ այդ տիրույթի համար զարգացման, հանրահռչակման եւ այլն եւ այլն։ Այնպես որ այդ իմաստով իհարկե շատ հետաքրքիր իրավիճակ է, որովհետև հենց այս մշակութային քաղաքականությամբ ճակերտյալ բացատրում է այն հանգամանքը, որ բոլոր այն հանգույցները, որոնց շնորհիվ մշակույթը զարգանում է աշխարհում, այսինքն նկատի ունեմ օրինակ ենթադրենք, եթե երաժշտության մասին են խոսում, երաժշտական մենեջմենտը կամ պրոդյուսերական ուրեմն ինստիտուտը որպես այդպիսին, ինքը չի նախ գոյանում մեր երկրում, երկրորդը ֆունկցիոնալ չի, որովհետև
այդ մոդելը աշխատում է միայն ազատականացված դաշտում։ Միայն դաշտում, որտեղ որ հստակ օրենքներ կան, որոնք սահմանում են նախ հարկերը, երկրորդը ստեղծում են որոշակի կարիդորներ, որոնք այդ հարկերը թեթևացնում են այն բիզնեսների համար, որոնք որ օգնում են կամ որոնք որ աջակցում են մշակույթին։ Մեր պարագայում այս ինստիտուտները չեն կայանում հենց նրա պատճառով, նորից կկրկնվեմ, որ մշակութային քաղաքականության հիմքում գույքային մոդելն է։ Մայստրո, դուք տարբեր բազմաշերտ մոդելներով եք անցել։ Այո։ Ձեր կարծիքը։ Այսպես։ Ուրեմն գիտեք, ամբողջ խնդիրը ինչումն է կայանում։ Մենք առաջի հերթին մի հատ պետք է պարզենք ով ենք մենք, ինչ ենք ուզում եւ ինչպես պետք է իրականացնենք այն ինչ որ մենք պարզում ենք, որ մեզ այսօր դա պետք է, որովհետեւ բնականաբար այն ինչ որ մեր սիրելի եւ հարգելի գոլեգաները ասեցին, բացարձակ ճշմարտությունը, այդպես էլ կա, մենք ունենք ներքին աշխարհ, երբ ունենք արտաքին աշխարհ, ունենք արտաքին աշխարհ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որտեղ մենք շատ հաճախ անգամ տրվում ենք Հայաստանի ներքին աշխարհի ազդեցությանը, որը ամենամեծ ամոթն է դառնում, չենք կարողանում դա ճեղքել։ Կամ հակառակը, մենք դրսի ազդեցությունը վերցնում ենք, ընդունում ենք միանգամից կարծես գեր աստվածային ինչ-որ մի հատուկ պարգև, որ իտալացի եկավ, կարմիր գորգը փռեցին, կամ ես եթե նմանացրին ինչ-որ մի գերմանացու, գիտեք բան, բայց հայ լինելու համար մենք չգիտենք ինչ-որ որոշ տեղեր ամաչում ենք, չգիտենք հայ լինելը որն է, դա լավ է, թե վատ է։ Ընդհանրապես մեր տեսակը պահպանելու համար, որտեղ ինքը մշակույթը արդեն քո տեսակն է, ով ես դու։ Եվ դա միայն կարելի է մշակույթով հիմնավորել։ Տեսեք, ամեն օր ծնվում են երեխաներ։ Ամեն օր, այսինքն մենք կրթելու կարիք ունենք։ Ինչպիսին պետք է լինի այդ կրթական համակարգը։ Հավատացեք ինձ, ես ինչքան որ ուշադրություն եմ դարձրել կոնսերվատորիաներում կլինեն կամ համալսարաններում, բաներում, սովետական միությունից հետո, սովետական միությունից մենք ունեցանք մի ահռելի ժառանգություն, բայց համակարգը մենք պահպանեցինք նույնը։ Որոշ միգուցե առարկաների շուրջ, եթե խոսենք մաթեմատիկան կլինի բան եւ այլն, այսինքն այս առարկանանք կամ հումանիտար առարկաներեն բաներեն, միգուցե փոքրիկ փոփոխություններով կարելի է զարգացման մասին խոսել կամ մեր մոտ գրողներ կային, որոնք բացահայտված չեն, հիմա պետք է դա մտցնել ընդհանուր զարգացման ծրագրերի մեջ, դա այլ խնդիր է, բայց մենք չենք վերանայել սովետական միության ժամանակ այս ծրագիրը մեզ էլի պետք է շարունակել։ Էլ մենք 70 տարի անցել ենք, հետո դրանից հետո փոխեցինք ազատ անկախը, լավ, բանվոր գյուղացիականը հասկացանք, այսպիսի գաղափարախոսությունը եւ դրա շուրջ էր արվում ամեն ինչ։ Ֆիլմեր էին նկարվում, պատերազմի մասին, բանվորների գյուղացիների սիրո, բան եւ այլ ամեն ինչ։ Դրա շուրջ էր արվում, օպերաներ էին գրվում, բալետ եւ այլն եւ այլն։ Իսկ հիմա ինչ պետք է անենք, որովհետեւ մշակույթի զարգացումը դա պետական պատվեր է, պատվիրատուն պետք է լինի։ Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, ով է պատվիրում։ Ուրիշ խնդիրը այդ համակարգը արդեն ինչպես ես դու աշխատացնում։ Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկն է, մենք ունենք փայլուն արվեստի, մշակույթի գործիչներ, բայց մենք չունենք գնահատողը, մենք չունենք, իսկ ով է դա լսում, իսկ ինչպես ենք մենք անում այնպես, որպեսզի արժեքավորվի այսա 80-ական թվականների վերջերը մենք արդեն մի հիանալի հասարակություն էր ձևավորվել մեր մոտ։ Մեր մոտ ձևավորվել էր էլիտան, որտեղ 2-3 սերնդի ընթացքում կրթվում է խաղաղ պայմաններում, որտեղ այստեղ պայքարը արդեն ներքին պայքարն է գնում, ով ավելի շատ կկրթվի, որը ամենակարևոր բաներից մեկն է, դա էլ կուզեի շեշտել, որտեղ մեզ պետք չի համեմատվել կողքի երկրների հետ։ Ես չեմ ուզում ասել նրանք տգետ են, թե ինչպիսին են։ Մեզ պետք չի Ադրբեջանը կամ Թուրքիան կամ Վրաստանը վերցնել որպես չափանիշ։ Թեկուզ Ճապոնիան։ Մեր չափանիշը պետք է լինի մեր այս տգետ վիճակը եւ ձգտելը ինքներս մեր նկատմամբ ավելի եւ ավելի կատարելագործվել։ Եթե դա որպես հիմք վերցնենք եւ ինքնաճանաչողության բազայի մեջ մենք սկսենք տեսնենք մեր պատմության ընթացքում ուր ենք հասել գեղարվեստի շրջանակներում մենք եւ տեխնիկական եւ գեղագիտական տեսակետից ուր ենք հասել ֆիլմերում կամ թեկուզ տեխնոլոգիաների մեջ։ Տեխնոլոգիաները հեշտ է, չինացիները շատ արագ զարգացան, ինչի, որտեղ նրանք պատրաստի վերցեցին տեխնոլոգիան եւ նրանք կարողացան միացնել հիբրիդներ ստեղծել եւ ստացան մի նոր բան։ Բայց հավատացեք, ես ինքս Չինաստանի հետ աշխատում եմ,
եւ ունեմ ուսանողներ եւ գնում եմ եւ գալիս են, նրանք եվրոպական արվեստի չեն կարողացել մարսել։ Ինչքան էլ ինչ էլ որ անեն, նրանք չեն կարող, շատ են հետ, մեզանից հետ են շատ։ Ես տեսեք, մի անգամից, որպեսզի puzzle-ը հավաքվի, մի քանի խնդիրներ են, որտեղ մենք գտնվում գիտականորեն, ես ընդհանրենք iPhone-ներ ասենք, iPhone-ը ասենք 16-ն է, ես iPhone 7-ն եմ։ Բայց ես պետք է զարգանամ միջև այստեղ։ Մի անգամից iPhone 16 չեմ կարող դառնալ, եւ ամոթել չի, քանի որ մշակույթը ինքը անսահմանության մեջ է։ Ես հաջորդ քայլը էլի հիմնավորված կանեմ, որտեղ եթե ես այսօր հաճախով ինչ-որ պետք է լսեմ ինչ-որ մի արաբական կամ թուրքական մշակույթ, որը բոլորովին կապ չունի, ենթադրենք, ինչ ասեմ, Պենդերեցկու հետ, նա գտնում է մի որևէ տեղ, բայց գեղեցիկ է անում, տեսնում դա գեղեցիկ զարդ է, բայց նա ուրիշ որակ է։ Մենք կկարողանանք արդյոք դաստիարակել մեր հասարակությանը, որպեսզի նրանք տարբեր են Պենդերեցկուն Ռաբիզից։ Նրանք հասկանան, որ կրթության համար ինչն է արժեքավորվում եւ այդ արժեքավորման շնորհիվ մենք կկարողանանք այդ պատվիրատուն դրա մասին պետք է մտածի հասարակություն, իսկ ինչ վերաբերում է տաղանդներին կամ բաներին, ես դրա մասին չեմ էլ մտածում, որովհետեւ դա մենք ունենք, դա արդեն բնածին է լինում, նրանց հատուկ նրանց մանգալ պետք չի, նրանք կան, նրանք ծնվում են եւ կան։ Իսկ ինչպես անել, որ պատվիրատուն պատվիրի որակյալը։ Կարծում եմ խոսակցության ամենակարևոր բաղադրիչը պիտի լինեն, թե պատվեր տվողը ով է։ Այքանի դեռ պատվեր տվողը մենք չենք ձևակերպել ով է։ Եվ ձևակերպել ենք, որ պետությունն է, բայց որ պետությունն է, ինչպիսին է այդ պետությունը եւ ինչ է ուզում այդ պետությունը գեներացնել, ինչպիսի հասարակություն է ուզում տեսնել։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում անկախության շրջանում մշակութային քաղաքականություն իսպառ չենք ունեցել։ Չենք դրել որոշակի նիշեր, որոնք մեզ պետք են եղել, եթե մենք այդ ժամանակ մեզ այսօր չէ, բայց անցյալում մեր պետությունը ասում ենք, որ ազգային պետություն է, հա, ուրեմն ազգային չափանիշները նախ պետք է ձևակերպել, որոնք են դրանք, դրանց հիման վրա ստեղծել մշակութային հայեցակարգ, որը պիտի դրվեր պետության տոտալ քաղաքականության հիմքում, որտեղ այդ դրանով է նաև պետության գոյությունը արդարացվում, պետության գոյությունը պարզապես հասարակության X հասարակության կյանքը կազմակերպելը չի, այլ կոնկրետ տեսակի հասարակության։ Իսկ այդ տեսակը պայմանավորվում է հենց մշակույթով։ Հիմա մեր պետության հիմքում այդ տեսակի ինչպիսի հասարակության, ինչպիսի մարդկանց այդ հարցը դրված չի եղել եւ զարգացել է այն հունով, որով զարգացել է, առանց որևէ վերահսկողության, որովհետև մենք նաև սովետից հետո ունեինք այդպես մի քիչ դեմոնիզացված ցենզուրա ասվածը եւ կարծում ենք, որ այդ ցենզուրան միանգամից մերժելի մի բան պիտի լինի, մինչդեռ դրա կարևոր բաղադրիչներից մեկ նաև որակն էր կատարողական։ Այսինքն մինչև գալը հասնելը թե ինչպիսի պետական գաղափարախոսություն եւ այլն պիտի ուղղված լինի մշակույթը, դրա մեջ նաև կային տարերական կատարողական մասնագիտական որակներին համապատասխանելու նիշեր, որոնք դրանք էլ դուրս եկան ընդհանրապես սովետից հետո եւ գնաց տոտալ քայքայում, որը բերեց նրան, որ մենք 30 տարի հետո ունենք սերունդ, որը առաջին հերթին իմ խորին համոզմամբ չի ճանաչում հայկականը եւ հայեցին, իր համար ռաբիզ երգը կարանկալվի իբրև հայկական երաժշտություն, այդ մշակույթը ռաբիզը ընդհանրապես եկավ ու պղծեց ամեն ինչ, այլասերեց ամեն բան, եւ մենք հիմա ունենք նաեւ հասարակություն, որը չի ճանաչում, չի զգում, չգիտի դա ինչպես պիտի լինի եւ չունի իմունիտետ նաեւ օտարից եկող այդ բաներին, որտեղ այդ իմունիտետը պիտի ձևավորվեր սեփականը իմանալով եւ սեփականը քեզ մոտ ամրացված էր։ Ես կարծում եմ, որ նախ պետությունը պետք է ձևավորենք ինչպիսի պետություն է, թե մեր պետությունը պիտի նորից դառնա ազգային պետություն, ուրեմն պետք է այդ ազգային բաղադրիչը ձևակերպվի, դրվի, ասում եմ, պետության մշակութային քաղաքականության հիմքում եւ հաճախ նաեւ ցենզուրա ասվածը մենք ընկալում ենք արգելքներով, մինչդեռ մեր օրերում դա կարա լինի ոչ թե արգելելը, այլ նպաստելը, որովհետեւ ժամանցային արվեստին որևէ կերպ արվեստ բառնել է այս դեպքում հա ճակերտների մեջ ժամանցայինի հետ
ժամանցային արվեստին որևէ կերպ նպաստելը մանավանդ այսօրվա մեդիայի հնարավորություններում, երբ որ ցանկացած մեկը ցանկացած բան այդ թվում նաև ապուշություն կարող է ստեղծել եւ մի կոճակի սեղմումով դա դարձնել հանրային սեփականություն եւ չանցնի որևէ վերահսկման ինստանցիա, նաև մասնագիտական, եւ սրան ի հակադրություն որակյալ լուրջ խորքային դասական արվեստը չի կարող դիմակայել իր ռեսուրսներով, մանավանդ որ այդ տրամադրվող պետական ռեսուրսները, ինչպես Վահան Արծրունին ասաց, գույքի սպասարկման մասշտաբներից չեն դառնում կոնկրետ պատվեր որակական, հա, գեներացնելու, զարգացնելու։ Այս առումով մենք ունենք, կարծում եմ, շատ խորքային եւ հիմքից սկսվելիք աշխատանք անելու, ձևակերպելով պետությունը, սահմանելով թե այդ ինչա, որտեղ կարող ենք այսօրվա մեր պետությունը, օրինակ ազգային որևէ բան չի էլ խրախուսում։ Բացարձակ չի խրախուսում եւ ճիշտ հակառակը նաեւ։ Ամեն դեպքում օրինակները, որ խրախուսում է, եթե դուք ունեք, կարող եք ասել։ Բացարձակ ազգայինի հետ որևէ աղերս չունի։ Բայց միջև խրախուսելը, գիտեք, պետություն, պատվիրատու, գաղափարախոսություն, բայց հայկական մշակույթը միջև 20-րդ դարի սկիզբ ինքը եղել է եւ պետություն չի եղել եւ պատվիրատու չի եղել, բայց նա եղել է եւ շատ հիմնավոր բազա է ստեղծել։ Դա ինչպես էր տեղի ունենում։ Պատվիրատու եղել է մի քիչ լավատես եք իհարկե, Միշտ եղել է, որովհետեւ այդ ինչ որ եղել է, դա եղել է ամեն դեպքում գաղութային, խորը ազդեցություններով այդ տիրող ժողովուրդների, խորը ազդեցություններով եւ հեչ պատահական չի որ 20-րդ դարում հայկական ինքնուրույն, ես երաժիշտ եմ, խոսեմ երաժշտությունից, հա, կոմպոզիտորական դպրոց ձևավորեց Կոմիտասը եւ դրան հա, բայց դրա չմոռանանք, որ դրանից հետո սկսվում է այդ մեր ազգերի անկախացման, ազգային ինքնագիտակցության, այդ ազգային շարժումների այդ ամեն ինչի կոնտեքստում։ Հեչ պատահական չի, որ այդ ռուսական ամեն դեպքում բուհերում սովորած երաժիշտները հետո որոշակի ճանապարհ հետո ազգային պետությունների կամ արդեն քիչ թե շատ ինքնուրույն պետությունների ձևավորային ինքնուրույն նկարչական դպրոցներ, նույն Սարյանով եթե գան կոմպոզիտորական դպրոցը, որ Գերմանիայից մարդը եկավ, բայց ինքը ստեղծեց բան, ինչը Եկմալյանը օրինակ չկարեցավ աներ, չէ՞, ամեն դեպքում։ Պրոֆեսիոնալ երաժիշտ էր, բայց նա ազգային դպրոց չստեղծեց, նրա երաժշտությունը ամեն դեպքում աղերսվում է ռուսական բազմաձայն երաժշտության տրադիցիաների, ավանդույթների, ֆորմաների, ձևերի հետ։ Այսինքն, այստեղ խնդիրը ես ձեզպես լավատես չեմ, ես կարծում եմ, որ ամեն դեպքում դա սկսվեց նաև պետականության վերականգնումով եւ հեչ պատահական չէր, որ գաղութային ճարտարապետություն էր, անգամ Թամանյանի ճարտարապետությունը, նեոկլասիցիստական, բայց դրանից հետո պիտի գա Ռաֆայել Իսրայելյան, որը իր հայացքը հղեր մեր միջնադարյան ճարտարապետությանը։ Եվ դա բերեր այսօրվա 20-րդ դարի ֆորմաների մեջ, հա ձևերի կամ հնարավորությունների մեջ շինարարական մտցներ այն միջնադարյան ֆորմաները, կերպարները եւ այլն, այսինքն էլի այդ մարդիկ իրենց հայացքը տարան ինչեւ գրեթե 7-րդ դար։ Դե բայց օպերային արվեստն էլ հայկական ազգային մշակույթի հետ կապ չուներ, չէ՞։ Պարոն Թումանյանը կասի հիմա այդ մասին, նաեւ մեզ կհայտնի թե ինչ տարբերություն կա Հայաստանում նույն այդ երաժշտական օպերային երաժշտության ուղղությամբ, ինչպես նաև ձեր եղած եւ որտեղ աշխատում եք Չինաստանում, Վիեննայում, Ավստրալիայում եւ այլն։ Ազատ եմ ես այդ կարևոր չի, նույն Չինաստանի ուրիշ խնդիրներ եմ լուծում, Վիեննայում ուրիշ խնդիրներ, Հայաստանում ուրիշ խնդիրներ։ Օպերային արվեստը ինքը մենք ուզենք թե չուզենք ժամանակին ձևավորվել է, երբ որ եղել են կայսրություններ, թագավորներ են, նրանք մտածել են ինչ պատվիր են, պատվիրատուն նրանք են եղել։ Չունես պետականություն, չունես այդ բանակը, չունես այդ երգչախմբերը եւ այլն եւ այլն։ Մենք մեր պատմությունը, որ ես ասում եմ, եթե ուսումնասիրենք, դրա համար մեր մոտ արվեստի մեջ կա միաձայնությունը։ Մեր եթե Կիլիկիո թագավորությունը չվերցնենք կամ ժամանակին այսինչ այնինչ արքայական որոշ դինաստիաներ կամ ժամանակներ, որ միավորվել են պետական մտածելակերպ են ունեցել, այն ժամանակ ծնվում է ավելի խոշոր մոդել երաժշտական, այստեղ միաձայն կլինի, այստեղ արդեն արվեստի բոլոր տեսակներն են մասնակցում։ Այսօր է 21-րդ դարը մենք էլի կարող ենք ենթադրենք ոչ թե հենց օպերային ձևը, որը պրոիտալականն է իր բազայով, որը արդեն Օսմանյան կայսրության ժամանակ հայերը այդ ինքնությունը ունեցել են եւ Չուխաջյանը ունի 3 փայլուն օպերա գրված,
Օսմանյան կայսրության ժամանակ եւ հայկական թեմաներ կան եւ արաբականը կա եւ բյուզանդականը կա, այսինքն նրա այդ երեք օպերաները ընդգրկում են հայկական ամբողջ պատմությունը, բյուզանդական կայսրության ժամանակվա, Օսմանյան կայսրության, արաբականը եւ տեղական հայկականը կարինը։ Հիմա ուզում ասեմ ամեն դեպքում հայերը գտել են ժամանակ եւ իրենք կարողացել են կայանալ, որտեղ իրենց հնարավորությունը պետական կայսրությունների մեջ ավելի հզոր է եղել, ավելի ցայտուն են եղել, իսկ որտեղ ավելի խեղճ են եղել, մնացել են որպես առևտրականներ, բայց մշակույթը չեն կարողացել ավելի վառանել։ Սպոնսորները եղել են, եկեղեցին միշտ եղել է պատվիրատուն է եղել, այն ինչ որ պետք է եկեղեցու համար, իր կառավարման համար, որոշ մեծահարուստներ դարձյալ դե ինչ ասեմ, միգուցե ազդվելով ուրիշ մեծահարուստների այդ տեսակետից նրանք էլ են ինչ-որ պատվերներ ունեցել, շատ քիչ դեր չի խաղաց օրինակ Մանտաշյանը, որը այո, եւ օգնել է եւ նույն մեր կոմիտասնել է, այսինքն գնացես կրթվելու իր օգնությամբ եւ այլն։ Ուզում ասեմ, բարեբախտաբար մենք այս փոքրիկ օգնությունները միշտ ունեցել ենք, այսինքն պատվիրատուները եղել են։ Հիմա ստա գիտեք ամենակարևոր խնդիրը որն է։ Ամենակարևոր խնդիրը կայանում է նրանում, մենք վերցնում ենք աշխարհը եւ վերցնում ենք Հայաստանը։ Մենք արդյոք համաշխարհային մշակույթի մաս կազմում ենք, թե ոչ։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չտարբերվեցինք, մենք մասը կազմել չենք կարող։ Իսկ եթե մենք նմանվեցինք, մենք մասը լինել չենք կարող, որովհետև նմանատիպը արդեն կա, դու նրա կրկնօրինակն ես։ Իսկ եթե դու անջատվեցիր, քո ինքնությունը ունեցար ես, քո տեսակը հայկական, այ դու մասը կկազմես համաշխարհային արվեստի։ Այստեղ է որ պետք է մտածեն մենք ինչը պետք է խթանենք, ինչի շուրջ պետք է մտածենք, ինչը մենք պետք է զարգացնենք, որպեսզի մենք պահպանենք մեր արդեն լեզուն, խոսքը, մտածելակերպը, ճարտարագիտությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ հավատացեք, այստեղ մենք շատ մեծ բաներ մեզ պետք չի։ Փոքր քայլերով պարզապես ճիշտ արժեքավորելով մեր մշակույթային, այսինքն ազատ խոսքը, քանի որ գիտեք ինչ կա եւ այս բանը, երբ որ մարդուն դնում ես կապանքների մեջ կամ քառակուսիների մեջ, նա ձգտում է ազատության։ Երբ որ տալիս ես ազատություն, նա սկսում է կարգավորել իր կյանքը։ Բայց ինչ ազատություն ես դու տալիս, հասկանում ես։ Ուրեմն պետությունը եւ պետք է տա, այսինքն պատվիրատուն եւ պետք է տա այն ազատությունը, որ ինքը իր խոսքի մեջ ազատ լինի եւ ինքը կարողանա իրավունք ունենալ այն օրինաչափությանը բերել, որը կբերի այն ֆորմուլային, այդ ֆորմուլան, որը կլինի սիմվոլը հայկական, այսինքն այդ սիմվոլիկան ծնվում է իր տեսակից։ Դրա համար հավատացեք այդ նույն ռաբիզի մեջ ինչ էլ որ մենք անենք չանենք, կամ այսօրվա այդ նուրը, որ սարքենք մենք սիմվոլիկա եւ այլն, դա գալիս է Երուսաղեմի, դա սիմվոլն է, հետո արդեն նույն մեր այսօր արդեն իբր բարեկամ երկիր Ադրբեջանը մեծարում է նորը որպես Ադրբեջանի սիմվոլ եւ այլն։ Բայց քո պատճառը բոլորովին նույնն է, կարևոր չէ այս ինչ որ մի սիմվոլ վերցնես ու դու ավելի մեծ անես դա, ավելի շատ։ Մի հատ տես դու ով ես։ Եվ այստեղ իհարկե կարևորությունը պետականամետ բաների ինստիտուտների շատ կարևոր է, որովհետեւ կան նաև բանում սովետական միության ժամանակ այնտեղ մոդելները հաճախ շատ ճիշտ էին աշխատում, ինչ առումով, որովհետև կար հատուկ ծրագրերի մշակման կոմիտե, լավ, չկա անձը, որը պետք է թելադրի, բայց կա այն կոմիտե, հիմա մենք հավաքվել ենք, մենք վերջում չենք վիճի, ամեն մեկս մեկի հետ կարող է ինչ-որ մի բանով համաձայն լինի, չլինի, բայց վերջում կգանք ինչ-որ մի ընդհանուր հայտարարի, որ կարելի է դա անել։ Եվ պատկերացրեք նման կոմիտե ունենալու դեպքում այդ հատուկ ծրագրերի մշակման կոմիտե պահելու, որ միտեղ կասեն Soviet Startation կամ եւ այլն, սա ռազմավարություն մշակող կոմիտեների մասին է խոսքը։ Ինքը կկարողանա այդ կոմիտեն գոնե նա աշխատի եւ նոր բաներ առաջարկի։ Պետք է մեզ կոմիտեն։ Ստեղ տեսեք գրաքննության դեպքում հարցածագում ով պիտի դա անի, այդ կոմիտեին ով պիտի ներկայացնի, անձեր են ներկայացնում։ Ստեղ խնդիրը պետության, կարծում եմ, այո, անշուշտ պետությունը պիտի խառնվի մշակութային քաղաքականության մեջ, բայց մենք պետք է հասկանանք ինչ այդ քաղաքականությունն է։ Կոնկրետ կինոյի վերաբերյալ, որ ես ասում եմ, դա որովհետև այսօր մենք հանդիսատես չունենք, որ տեսեք ինչի համար են վճարում, ինչ են գնում եւ ինչ են օգնում վերարտադրվի, այսինքն նորմալ մարդը դրա համար չգնա 2500-3000 դրամ տա։ Հələ քեզ պիտի տամ, որ դու գնաս դա նայես, բայց դու վճարում ես, գնում ես նայում ես։
ու մենք դառնում ենք էքսպորտային ռեսուրսներ։ Գնում ենք այստեղ ենք ցույց տալ, այնտեղ արտասահմաններում ցույց ենք տալիս, ասում են, օй Հայաստան կամ բան, բայց քո երկրում դու չունես։ Դու չունես, դա абսուրդ վիճակ է, որ ես դա շատ ծանր եմ տանում դա, բայց ինչ պետք է անես, տես շուկա պիտի ձևավորի, առաջի հերթին մշակույթի օրգանը, նախարարը կամ նախարարությունը կամ բանը, մշակույթային քաղաքականությունը գծիկ, շուկա ձևավորել, այսինքն թույլ տալ մեզ հակակշիռ դնել շուկային, դրա հետ զուգահեռ գնալ կրթական համակարգ, առանց կրթական համակարգի դու հանդիսատես չես ունենա։ Բացառված է, շատ կներեք կոպիտ արտահայտություն համար, մոր կրծքից պետք է դու հանդիսատես դաստիարակես։ Ես որ մի օր եթերից ասեցի հայ երեխուն, ես շատ եմ աշխատում ուսանողների հետ, փրկելա պետք հայ ընտանիքից, ես մտածում եմ հիմայից կարող սպանեն։ Բայց ոչ մեկ ինչ հետաքրեց։ Խնդիր կա դա, եւ դբրոցը տեսեք ոնց է թերացել։ Այսինքն ինչ բարձր արվեստ, ինչ խորքային իմաստ, ինչ իմաստն եք խոսում։ Ինչի մասն եք խոսում։ Որտեղից է հանդիսատեսը պիտի լինի։ Եթե մենք արգել ենք դնենք գրականության կողմից գանք, դա կոպիտ սխալ է կարծում եմ ես։ Դա այն ինչ որ արգելում ենք, դա կծաղկի ավելի։ Ավելի կծաղկի կհերոսացնես կամ պիտի գաս այս կողմից։ Հանդիսատես շուկա ձևավորես, օգնի մեզ հակադարձել շուկային, ոչ թե գնալ կոնյունկտուրայի հետևից, որովհետև ես կապիտալիզմ չեմ սիրում, ես չեմ թաքցնում։ Կապիտալիզմը դա ամենասարսափելի բանն է, որ կարա լինի ընդհանրապես, որ ամեն ինչը չափվում է դրամական արժեքով։ Դրա համար Ամերիկայում Walt Whitman ծախում են ամսական 3 հոգի, իրանց Պուշկինն է։ Ասում են լավ է չի ուրեմն, եթե 3 հոգի է ծախվում։ Այդքան բան, դա կապիտալիզմը։ Մոցարտի կլարնետի կոնցերտ ամենալավ կատարումը 38000 դիտում ունի, անունը չտամ, որ համալիրը լսում, նայեք ինչքան ունի։ Այսինքն կարանք ասենք, որ այդ մարդը մեկը Մոցարտից լավն է 150,000 անգամ։ Այդ ասում կապիտալիզմը ձեր։ Դրա համար դրա դիմաց այդ պիտի անի քաղաքապետությունը, ընդամենը դա պիտի անի։ Բայց այսօրվա մարդը ինքը արագ հաճույք է ուզում։ Այդ դեգրադացիան, որ ասեցի 60-ական թվերից որ գալիս է, արագ հաճույքի հետևից է։ Դուք տեսել եք մարդկանց նրանից է արագ հաճույք ստանա։ Նրանից հիմնական հաճույք է ստանում։ Նրանից ապրելու իմաստ է ստանում։ Դա ուրիշ բան է ստանում։ Այստեղ ինքը բան է ուզում։ Այսօր շնուրջ խնդիրը մեծ տեքստեր կարդալ, ասում են long read-ը։ Չեն կարող, սա ռիլերի վրա է, այսպես փուճուր։ Բայց եթե դու long read չես կարող կարդաս, նշանակում անալիզի ընդունակություն չունես։ Չես կարող անալիզ անես, քրիտիկական մտածողություն չունես։ Ասեմ դուք պետք է կարծիք ունենաք, ձեզ ասել են Փարաժանովը լավ ռեժիսոր, լավ ռեժիսոր, ինչու՞մն է լավ։ Ցենակետում նստում է։ Բախը լավն է, բախը մեծությունը համար մեկն է։ Ասում ինչու՞։ Ինչու՞։ Չունեն, այդ բրոցը պետք է անի, դա կրթական համակարգն է։ Առանց կրթական համակարգի ոչ մի բան դու մշակույթին դաշտում չես կարող անես։ Դե վերլուծողները վտանգավոր են նաև։ Իհարկե վտանգավոր է, սիստեման չի սիրում, բավական։ Պատվիրատուի համար վտանգավոր է։ Հարցը շատ է ստալի, դու պետք չես ոչ մեկի։ Պետք են մարդիկ, որոնք ասում են, եւ պետք է լինի ասում մածունը սևա, շեֆ ջան, սևա։ Այդքան բան։ Ես կարծում եմ յուրաքանչյուր իշխանություն հասարակության հետ ազդակներով է խոսում, որովհետև այսինքն ենթադրենք մենք չունենք փաստաթուղթ, որ կարդանք, ենթադրենք Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ռազմավարությունը ինչպիսին է կամ հայեցակարգը, ուղղակի չկա, գոյություն չունի նման փաստաթուղթ։ Այսինքն մենք պետք է ինչպես եզրակացնենք, ինչպիսին է այդ քաղաքականությունը։ Միայն այն ազդակները, որ տալիս է իշխանությունը, իսկ իշխանությունը շատ հստակ տալիս է այդ ազդակները։ Նայեք, այս տաղավարում հավաքված են մարդիկ, որոնք որ տասնյակ տարիների ընթացքում այսպես գործի մեջ են, ոնց ասում են, վձել է։ Որևէ մեկը մեզանից երբևիցե մասնակցել է պետության կողմից առաջարկված դիսկուրսի մեջ։ Այսինքն եղել է մասնագիտական դիսկուրս, ինչպիսին պետք է լինի այդ քաղաքականությունը, որպիսի կիրառման ենթադրեք կետեր կամ ուղղություններ կամ ուղենիշների մասին առիթ ունենան խոսելու։ Հասկանում եք, երբ որ այդ դիսկուրսը գոյություն չունի, այդ եղած չեղածը, որը մենք անվանենք մշակույթի քաղաքականություն կամ ենթադրենք մշակույթի նախարարության որևէ կամ պետական հաստատության ղեկավարի կամահաճույքի դրսևորում, այստեղ մեր երկրի պարագայում շատ հաճախ նույն բաներն են դրանք եղել։ Հասկանում եք, մենք ամեն պարագայում մենք հասկանում ենք, որ այդ դիսկուրսը մասնագիտական ոչ խորհրդային շրջանում է եղել, ոչ էլ նորագույն պատմություն։ Ինչու՞։ Որովհետև պետությունը որպես այդպիսին իհարկե ունի որոշակի պրեառիտետներ, այսինքն առաջնայինություններ։ Եվ այդ առաջնայինությունները պետությունը ֆինանսավորում է։
Հիմա դուք ինչ ազդակներ եք ստանում պետությունից որպես Ես տեսնում եմ ենթադրենք երկրի ղեկավարին եւ ամբողջ կաբինետը ռեստորանում նրանք թռվռում են ռաբիզ երաժշտության տակ։ Դա ինչ է։ Դա ժամանց է, թե ազդակ է։ Այսինքն դա կլիներ ժամանցի ձև, եթե ընդհանրենք լինեին հերթական կամ ընդհանրենք սովորական քաղաքացիներ։ Ժամանակավոր կառավարություն է։ Նայեք, երբ որ դա անում են պետական անձինք, Ավտոբուսի մեջ, կամ ասած ինչ է, այդ ազդակը ու ամեն բարագայում ուղղված է մի կողմից հասարակությանը, մի կողմից մեզ, որ դիստանցիա պաշտպանեք, սոցիալական դիստանցիա պաշտպանեք, որովհետև գոյություն ունի որոշակի խնդիրների շրջանակ, որոնց այդ շրջանակի հետ, որի հետ դուք որևէ առնչություն կամ կապ չեք կարող ունենալ, եւ այստեղ նշանակություն չունի, դուք ստեղծում եք արժեք, չեք ստեղծում արժեք, այդ արժեքը աշխարհում տեսանելի է, գնահատվում է, չի գնահատվում, դուք այս դիսկուրսի մասնակիցը չեք, այս դիսկուրսի մասնակիցը ժամանցային տեսակների, որտեղ արվեստ ես համաձայն եմ վայ հետ արվեստ բառը կիրառելի չէ այստեղ, այսինքն այս տեսակների կոմպոնենտների ուրեմն շնորհիվ է պետությունը դրսևորում, ինքն է դրսևորվում, որտեղ մշակութային դաշտերում։ Սա զավեշտալի է այս վիճակը։ Եվ ոչ միայն մարդկանց համար, որոնք որ հասկանում են ինչ է կատարվում, այլ նաև դրսից, երբ որ մարդիկ գալիս են, ներկա են գտնվում սպորտային դահլիճում, որտեղ համաշխարհային գուցե համար 1 դաշնակահարը լանգ-լանգը նվագում է կոնցերտ, որից հետո այդ կոնցերտը իր շարունակությունն է ունենում լրիվ այլ մշակութային, ես նույնիսկ ասեի քաղաքակրթական տեսակներով։ Եվ դա համադրվում է նույն տարածության մեջ եւ նույն անձանց ներկայությամբ, նույն ժամանակահատվածում։ Սա ինչ է։ Սա իհարկե ազդակ է։ Սա իհարկե ազդակ է։ Մենք միշտ լսում ենք, վստահաբար մամուլում էլ դուք կտեսնեք, մեղադրանքներ ուղղված մտավորականներին, արվեստագետներին, անվանի մարդկանց եւ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող հայերին, երբ ասում ենք, որ այս հարցի շուրջ լրացին, այն հարցի շուրջ լրացին, արդյոք պետք չի, որ այդ պատվիրատուին կամ գուցե կա գործիքակազմ պատվիրատուին ստիպել որակյալ պատվերի եւ որակյալ ազդակի հասցնելու համար։ Ուրեմն այս տաղավարում ներկա արվեստագետները երբևիցե չեն լռել որևէ հարցում։ Լինի դա մշակույթի, մշակութային խնդիրներ կամ քաղաքական ստիպելը գործիքակազմը կա, թե չկա։ Գործիքակազմը միայն սեփական կյանքի հաշվին եւ սեփական արվեստով անելն է, այն ինչ որ դու անում ես, ինչ որ քո սկզբունքների, քո հավատամքի մեջ է, եւ հաճախ դա անհամատավելի լսելի ու ճանաչելի է լինում Հայաստանից դուրս, քան Հայաստանից ներս։ Հայ հոգևոր երաժշտության իմ ոլորտը ասեմ, հայ հոգևոր երաժշտության մասին ավելի իրական եւ ճիշտ պատկերացումներ ունեն դրսում ավելին, քան Հայաստանում, որտեղ Հայաստանում դա համարելով իրենցը յուրաքանչյուրը իր պատկերացումները տրանսֆորմացնում է այդ ասպարեզի վրա իր խայտառակություններով հանդերձ։ Իսկ դրսում այնուամենայնիվ այդ որակական ցենզուրան աշխատում է նաև երբ որ դու քեզ հրավիրում են, որտեղ հրավիրող կողմը գիտի ում է հրավիրում, ում վրա նաև այդ ծախսերն անում, եւ երբ որ դու գնում ես այնտեղ ներկայացնում ես ինչ որ դու ես պատկերացրել։ Այստեղ խնդիրն է, որ հաճախ անձերը թե դրական իմաստով, թե բացասական իմաստով փոխարինում են իրենցով ինստիտուցիա։ Եվ դրա համար իրենցով սկսում է, իրենցով էլ ավարտվում է։ Դա չի վերածվում դպրոցի։ Նույնիսկ կոմիտասը ինքն իրենով սկսեց եւ ինքն իրենով ավարտվեց։ Անձերի վրա է մնում եւ ձեր ասած այդ է, ոչ թե դու կարող ես ստիպել, ինչով կարող ես ստիպել։ Միակ ստիպելու ձևը քո գործը անելով է։ Ազդակները մերժելն է։ Ազդակները մերժելն է եւ ոչ միայն մերժելն է, այլ ընդունելը լավ։ Եթե կարելի է, ես այսպես փորձեմ միջամտել, որն է մտավորականության ֆունկցիան։ Մտավորականության ֆունկցիան որն է։ Գաղափարներ տալը։ Իշխանության ֆունկցիան որն է։ Որդեգրել այդ գաղափարները կամ հրաժարվել այդ գաղափարներից։ Այսինքն ավել բեռ մտավորականության կամ արվեստագետի ուսերի վրա պետք չի դնել, որովհետև ինքը այնուամենայնիվ իր ֆունկցիան կատարում է։ Այսինքն երաժիշտը բեմի վրա ինքնադրսևորում է, կինոգործիչը նկարում է կինոն եւ այլն։ Նայեք, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Մենք պետք է հասկանանք,
որ ապրում ենք մեկ ժամանակ եւ այդ ժամանակը, այսինքն ինքը սպառվում է։ Այո, ասահմանափակ։ Այսինքն մեր ֆունկցիոնալ լինել այս ժամանակի մեջ պայմանավորված է բավականի այսպես սակավաթիվ հանգամանքներով, այո, այսինքն որովհետեւ եւ ստեղծագործական աճը եւ բեմական ֆորման եւ հազարը մի բաներ կան, Եվ հասունացումը գալը դրան։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, այսինքն գլոբալ իմաստով իշխանությունը կամ պետությունը մեր տեղը չգիտի, այսինքն չգիտեն մենք որտեղ ենք, այդ ռեսուրսը, որը ստեղծվել է տարիների ընթացքում, արդյոք այս պետությանը կամ որևէ իշխանությանը երբևիցե պետք եղել է, թե չէ։ Երբ որ դու հետ ես նայում ու հասկանում ես, որ 40 տարվա դիտարկման ժամանակահատված ունես, դու հասկանում ես, որ երբևիցե ոչ իշխանությունը, ոչ պետություն, որևէ իշխանություն, ոչ էլ պետություն դրա կարիքը չի ունեցել, այսինքն նա չի ինքնադրսևորվել այդ իմաստով քո նկատմամբ։ Եվ այս պարագայում խոսել նրա մասին, ուր է մտավորականության ձայնը, ինչով է զբաղված լավ էլի։ Այսինքն հերիք է, էլի, այսինքն այս երեսպաշտությունը արդեն բան է, էլի, ինքն է սահմաններ ունի։ Ես եթե թույլ տաք շատ կարճ մի օրինակ բերեմ, հա, այսինքն ես միշտ բերում եմ իշխանության ֆունկցիային, որովհետև նույնիսկ նշանակություն չունի ինքը ֆաշիստական է, խորհրդային է, կապիտալիստական է, դեմոկրատական է, թե ինչ։ Հա, փոքր պատմական ուղղակի ակնարկ վերածնունդը ինչպես սկսեց։ Ընդհանրապես մի հոգի Կոզիմա Մեդիչին ասեց կերպարվեստի ոլորտում Լեոնարդո դա Վինչին է, ճարտարապետության եւ քանդակագործության ոլորտում դա Միքելանջելոն է, քանդակագործության, ճարտարապետության ոլորտում Բրունո Լեսչը։ Եվ այդ ընդհանրապես մի որոշումը, այսինքն իշխանավորը սկսեց կոպիտ ասած ֆինանսավորել հենց այդ մշակութային միավորները։ Էֆեկտը ոչ թե Ֆլորենցիայի այսպես կյանքի որակը փոխելն էր, այլ այս որոշումը ուղղակի հեղաշրջեց եվրոպական մշակույթ եւ մենք ստացանք ռենեսանսի ֆենոմենը։ Այ այդպիսի պատվիրատու լսենք հասարակության կարծիքը։ Ինչպես կարելի է զարգացնել մշակույթը մեր երկրում։ Ես ինքս ուսանող եմ, Գեղարվեստի ակադեմիայից եմ, ինձ թվում է նոր սերունդը ու մեր եկող սերունդը շատ նպաստելու է դրան, որպեսզի զարգանա արվեստը, ինձ թվում է գնալով ավելի դեպի լավնա գնալու, քան հակառակ։ Կրթության ոլորտում, որ ամենակարևորն է, այդտեղ շատ կարևոր է երիտասարդ կադրերին, հենց դասախոսներին օրինակ, հնարավորություն տալ աշխատելու, որովհետև հիմա դրա խնդիրը ինձ թվում է շատ ունենք։ Մշակույթը միշտ զարգանալու տեղ ունի։ Արվեստը ասելով ես թատրոնը նկատի ունեմ, միշտ պիտի գնա ժամանակին պուլսը բռնած, զարկերակը բռնած, ասելիքով, տակի շերտով, այդ դեպքում միշտ էլ հանդիսատես կլինի ու միշտ էլ իր կարիքը կա։ Թոշակառու եմ, ազատ եմ, լիքը ժամանակ ունեմ, ուղղակի ֆինանսը չի բավարարում, որ օգտվես այդ ամեն ինչից, բայց ցանկալի է։ Ոչ մի դրական մեծ փոփոխություն չես կարող հիշել, բայց այս վերջին կառավարության օրոք միայն նեգատիվ փոփոխություններ աղել։ Մշակույթի նախարարությունը վերացնելը, Սփյուռքի նախարարությունը եւ այլն եւ այլն։ Այնց որ սկզբից ասում են ձուկը գլխից է հոտում, սկզբից պետականություն պետքա ունենանք, որպես պետություն կայանանք, որից հետո կարող ենք մտածել մեր մշակույթը արտահանելու համար։ Մեր ժողովուրդը մի քիչ շատ է փակ էլի, մի քիչ ավելի շատ իրանք ամփոփված են իրանց մեջ, իրանց ոնց որ չեղած տեղը սարքում են իրանց համար խնդիրներ, ամեն ինչի համար մտածմունքների մեջ, անընդհատ էս չկա, այդ դրանով իրանք չեն կարողանում իրանց բացեն։ Հեչ է բոլորն էլ ցանկանում են գնալ հանգան։ Որ օրինակ Հայաստանում էլ լինել Լուվր, աչքով կգնայի։ Հիմա օրինակ ամառը պատրաստվում եմ գնամ Փարիզ, հենց հատուկ Լուվրը տեսնելու համար։ Հա, ինչի՞ չէ, թող մեր մոտը, որտեղ այնքան շատ հիմա տեսնում եմ տուրիստներ կան, իրանց էլ շատ հետաքրքիր ունենք մի հատ այստեղ Թամանյանի արձանը, պտտվում են ամբողջ օրը նկարվում են, ասում ինչքան լավ կլիներ, որ մեզ մոտ է ինչ-որ շատ հետաքրքիր ուրիշ լիներ, ավելի ասենց մասշտաբային։ Պետք է շատ բերեն այստեղ ցուցադրեն,
շատ, որտեղ շատ քիչ են բերում, որպեսզի ծանոթացնեն արտասահմանի արվեստի հետ, այստեղ է կզարգանա։ Մեր նկարիչները շատ լավն են։ Մի սխալ կարծիք կա իմ կարծիքով, որ ժողովուրդը էս է պահանջում ու այդ սահմանները իջացնել։ Մարդկանց չգիտես ինչի թվում է, որ ժողովուրդը անճաշակա ու փորձում են ավելի ցածրացնել, բայց իմ կարծիքով արվեստը հակառակը բարձրացնելու միտում միշտ պիտի ունենա ու փորձս ցույց է տվել, որ եթե որակյալ բան ես մատուցում ժողովրդին, միշտ էլ ժողովուրդը շատ լավ արձագանքում է ու հանդիսատեսի պակաս չի լինում։ Իհարկե ժողովրդի կենսամակարդակը օրեցօր ավելի վատանում է, դա խնդիր է, բայց ավելի շուտ հոգուսով է տիրում։ Նայեք, ասենք կինոն, շոու, երաժշտություն, արվեստը ընդհանուր առմամբ ինչ վիճակում է։ Սերիալ նայող մարդուն, որին կարելի է զբաղացնել ինչ որ անիմաստ բաներ ցույց տալով, նրան հենց այդ նույն կարգի էլ նկարչությունն է հետաքրքրում։ Միշտ հավատացել եմ, որ այս աշխարհը ընդհանրապես խելացի մարդկանց տեղն է, ու դրա համար շատ կարևոր է հենց կրթվելը, դրա համար բոլոր ոլորտների զարգացման մեջ կրթությունը իսկ ամենակարևորն է, որը հիմա Հայաստանում մի քիչ վատ վիճակում է, բայց ես հավատում եմ, որ նոր սերնդի այս փոփոխության հետ կապված հաստատ ավելի լավն է դեպի գնալու։ Եվ այս լավատեսական նոտայի վրա անցնենք առաջարկներին պարոն Բեգոյանից։ Ինչ առաջարկներ ունեք ի թիվս հնչեցրած ձեր այլ մտքերի։ Ինքան դժվար հարց է, առաջարկ ունեմ նորմալ պետություն ունենալու։ Դա դժվար հարց է։ Որովհետև դա հիմքն է, նրանից հետո առաջարկը արդեն ասեցի, ամեն դեպքում պետությունը պետք է գեներացնի իր մշակութային հայեցակարգը, սահմանի հստակ պրիորիտետներ եւ ի նպաստ դրանց, ես էլի եմ ասում, մեր ժամանակներում սոցցանցերի այս բարձիթողի վիճակում արգելքները չեն աշխատելու, արգելքների ճանապարհով պետք չի գնալ, պետք է հատուկ հարկային քաղաքականությունից սկսած մշակել կոնկրետ բաներ, կոնկրետ մարդկանց, կոնկրետ արվեստի ճյուղեր զարգացնելու, առաջ տանելու եւ վերցնելու այդ ոլորտները իրենց լավագույն գիտակներով հանդերձ պետական հովանավորության տակ, դրանք պիտի ունենան միշտ շատ բնություն ունի, չէ՞, օրինակները, օվկիանոսներում մեծ ձկները, որ լողում են, կողքից են փոքրները գնում են, որոնք ինքնուրույն չեն կարողանա գոյատևել եւ դրանք պիտի անպայման կպած լինեն մեծ շարժիչի։ Արվեստագետի համար այս դեպքում միայն ու միայն դա կարող է լինել պետությունը, որը սահմանի տա ստեղծագործական ազատություն, բայց միևնույն ժամանակ նաև հստակ ձևակերպի իր պահանջները եւ այստեղ իհարկե բախումներն անխուսափելի են լինելու, բայց այդ բախումներից միշտ ծնվելու է անհամեմատ ավելի հետաքրքիր ինչ-որ մի բան։ Այսինքն առաջին հերթին պետք է ունենալ, այո, եւ նաեւ մեր ժողովրդի նման ժողովուրդը ամոթ է, որ չունենա մշակույթի նախարարություն, այդ նախարարությունը նախ պետք է վերականգնվի եւ այդ նախարարությունը պիտի սահմանի այդ մշակութային ստեղծի մշակութային քաղաքականություն եւ դա դրվի ազգային, ես միշտ իմ բոլոր հարցազրույցներն ասում եմ, դա ազգային անվտանգության հիմքում դրված փաստաթուղթ պիտի լինի, քո մնացած բոլոր ճյուղերը երկրի ռազմականից, տնտեսականից սկսած պիտի աշխատեն այդ տեսակի մշակույթի պահպանման, ստեղծման, դրա տարածման եւ այո հանդիսատեսի ունկնդրի զարգացման, որակների բարձրացման, այդ ամեն ինչի վրա առաջին կարևորագույն քայլերը պիտի լինի այդ պետությունը լինի հստակ տեսակի պատկանող, իմանա ինչի համար է եւ ինչ է ուզում, դա համապատասխանի հայ ժողովրդի վերջո նաեւ պահանջներին, ոչ թե այն ինչ որ այսօր ունենք, եւ առաջնորդվի այդ ճանապարհը։ Քաղաքական կամք նաև միայն մնացածը հիմքը դրվի մնացածի, այո, որովհետև դուք վերջերս նաև անդրադարձել եք, ես էլ եմ շատ լավ նկատել, բացի այն ամենից, թե մշակույթի, արվեստի որ ճյուղը ինչպես է զարգանում, մարդկանց մեջ դրան առնչվելու կուլտուրա եւս պետք է։ Նույն վերջին իրադարձությունը, որ տեղի ունեցավ հարևան երկրում եւ իրենց վրաց պատրիարքի մահը, ես շուրջ 4 օր հետևել եմ
սկսած պետական ապարատների աշխատակիցներից հարգանքի տուրք մատուցելուն մինչև սովորական ժողովուրդը այդ մշակույթը այնտեղ կարծեք ամեն ինչ գծանկարվում էր մանրակրկիտ թե ինչպես պետք է եւ դա մի շատ բաղազիկ մշակույթ ասելով մենք միշտ ընկալում ենք արվեստը բացառապես մենք ցիվիլիզացիոն բան պիտի դնենք բովանդակություն դնենք դրա մեջ հա նաեւ այո ինչպիսի պահվածք ունեն պետական այրերը ինչպես են նրանք փոխհարաբերվում այլ երկրների այլ ժողովուրդների կամ հոգևորականների կամ երաժիշտների արվեստագետների հետ այս ցիվիլիզացիոն բան բայց մենք դա հիմա իջեցրել ենք այնքան խորխորատ որ այնտեղից բարձրանալու ճանապարհը լինելու է շատ երկար շատ դժվար ու տառապալից, բայց այլ ճանապարհ, այլ ձև չկա, մարդկությունը այլ ձև չի հնարելու, ուղղակի։ Այո, պարոն Թումանյան, ձեր առաջարկները։ Մի դառը իրականություն եմ ուզում մեջ բերել, բայց դրա հետ միասին ուզում եմ մի այլ զուգահեռները տանել, որովհետև բաներ կան, որ մեր ձեռքում են, բաներ կան, որ մեր ձեռքում չեն։ Տեսեք, մենք շատ պետության մասին խոսեցինք, պետականության մասին խոսեցինք, մենք թագավորություն չունենք եւ թագավորը մտածում է երկարատև հավերժական իր партի մասին, դրանից հետո կգա իր որդին եւ այլն եւ նա ծրագրում է հավերժ Հայաստան։ Մեր քաղաքականությունը նույնպես պետք է մի 1000 տարվա ծրագրված լինի, որ նա զարգանա իր զարգացման արդեն ճանապարհին ով ինչ կառաջարկի նոր արարություն, դա այլ խնդիր է։ Եվ ընդհանրապես մշակույթին վերաբերող խնդիրները, այ մենք ասում ենք ժամանցային, այո, ժամանցային արվեստը բերում է ժամանակավոր կառավարության եւ ժամանակավոր կառավարությունը բերում է ժամանակավոր պետության։ Ասում ենք դա իր հետ շահկապված բաներ են։ Մնայուն արվեստները պատվիրում են նրանք ովքեր ունեն այդ արխայական ցանկությունը հավերժական հզոր կոթողների մնայուն արվեստի ճարտարապետությունը որպեսզի նա մի 2-300 տարի հիացնի բնակիչներին կամ հյուրերին կամ ընդհանրապես իր տեսակով նույնը երաժշտությունը որպեսզի գրված լինի այնպես գեղեցիկ որ նա երկարատև մնա այլ ոչ թե հենց այսօրվա սա գիտեք բան է փոփքորն է այս լսեցինք բան արեցինք հետո մյուսը կլինի մեկ անգամվա Հետո հիմա ես մեր ներքին դա նույնպես չեմ ուզում ես մեղադրեմ, բայց մեր մեղքները մենք ինքներս մեզ ինքնաոչնչացման չեմ ուզում ասել որ մենք դեգեներատ ենք, ոչ, դա էլ կա, որոշ կան ազգեր, ովքեր ինքնաոչնչացնում են այլ խնդիրներից ելնելով, բայց մենք պատերազմը չեմ ուզում ասեմ հաղթել ենք թե չենք հաղթել, պարտվել ենք թե չենք պարտվել, բայց ամեն մի պարտություն ունի մի նոր հաղթանակի սկիզբ Մենք պետք է այդպես վերաբերվենք հարցերին եւ ոչ թե մեկս մյուսին ստորացնելով սկսենք կայանալ, այլ հասկանանք, որ ամեն մեկս ունի խնդիր ինքը իր մեջ։ Մենք մեր մշակույթը միշտ վերացրել ենք։ Քրիստոնեությունը եկավ վերացրեց նախաքրիստոնեականը, եկավ սովետական միությունը վերացրեց այն մյուսը, հետո մենք սկսեցինք սովետական միությունը, վայ, այս ինչ է, սա ռուսականը այսպես է, բայց դրա մեջ մենք չէ որ մեծ գործ ունենք արած։ Մենք ունեցել ենք եւ գրողներ, եւ կոմպոզիտորներ, եւ ամեն ինչ։ Մենք ունեցել ենք գաղափարներ, որոնք սովետական միության ժամանակ արգելված են եղել, բայց մենք արդեն հիմա դրանց վրա էլ թքած ունենք, որոնք իրոք իրենցից շատ լուրջ արժեք ունեն։ Խնդիրս հետեւյալն է, որ մենք պետք է հասկանանք, ես որ ասեցի այդ հատուկ ծրագրերի մշակման կոմիտեն, դա շատ գիտական ինչ-որ բան, աբսուրդ բան է կամ Հոմարես Թումանյանը ինչպես ժամանակին ինքը չէ որ միավորեց եւ ստեղծեց այո վերնատունը վերնախավ ստեղծելու խնդիրն է եթե մենք ունենանք վերնախավը ինքն իրեն շատ շուտ հանգիստ կգտնի մենք այո եղել են երեկոներ հավաքվել ենք խոսել ենք բան բայց առաջ եթե անգամ կար դրա կարիքը այսօր մենք տեսնում ենք ուրախանում ենք իրար տեսնում ենք կարիք ունենք առնչվելու Բայց հենց անջատվեցինք, ասենք, որ մի օր հանդիպենք, խոսենք բան, տեսնում ենք չի ստացվում, որովհետև իսկ ինչի մասին, գիտենք բոլորս այդ խնդրի առջև են կանգնած։ Ոչ թե պետություն չունենք, ոչ, մեր պետության ձևերը մեկ է թեկուզ 5 տարի մեկ մի հիանալի նախագահ է գալիս կամ մի հիանալի վարչապետ է գալիս, նա միևնույն է պետք է հիմնավորվի ձայները հավաքի ամենաստորադաս շերտից որը ամենատգետն է, որտեղ նա է քանակությամբ ամենաշատը։ Եթե մենք կարողանանք հասարակությունը բարձրացնել, եթե մենք ունենանք էլիտա, այսինքն էլիտան կսկսի արդեն որոշել ով պետք է ղեկավարի վաղվա, այսինքն մեր երկիրը, բայց մենք պետք է անպայման ունենանք հատուկ մի 1000 տարվա ծրագիր այս երկիրը չոչնչանալու, ոչ թե ինչ փոքրիկ ինչ-որ քարտեզներ ցույց տանք, հետո այդ քարտեզը մի հատ էլ ձեռքով կարելի է կոտրել եւ գցել ենք ով, իսկ մյուս երկրները մեր կողքի զարգանում են
համաձայն իրենց այսքան կարողությունների։ Չենք ասում, բայց ձեր նավթը, եթե որ վերջացավ, ինչ եք անելու։ Իսկ մեր մոտ այդ ժամանակ մենք զարգացնում ենք ուրիշ պոտենցիալներ։ Հիմա այստեղ գիտատեխնիկական խնդիրները չեն միայն, բոլոր հարցերը իրար հետ կապված են։ Ուզում ասեմ, շատ չերազենք, մենք ավելի լավ պետություն, ավելի լավ կառավարիչներ կարող եք ունենանք, բայց ավելի լավ փայլուն պետություն դժվար ունենք։ Մենք պետք է մտածենք, որ ինքներս այդ դեգեներատիզմին չհասնենք, գնահատենք, գոնե արժեքավորենք այն տանող ուժերին, որովհետև ընդհանրապես քաղաքականություն, քաղաքակրթությունը ձևավորվում է այն անհատների, այն ինչպես խնդրեմ Վահանը, որ նոր ասեց, մեդիչիներն են։ Մենք այդ ամեն ինչը մեր մեջ ունեցել ենք եւ գաղտնագիտությամբ պահել ենք։ Հանուն դրա մենք կարողացել ենք գոյատևել այդ գաղտնի փոքրիկ դպրոցներով, անհատների միջոցներով, այս Եվանկիային թագավորություններում կամ կայսերության մեջ գոյատևելով եւ այլն։ Հիմա մենք եկանք այստեղ, որ ելի շատ դժվար ժամանակներ են եւ մենք պետք է հասկանանք, որ այն անձիկ, ովքեր իրենց հետևից այդ նեյտրալ մասսան կտանի, նրանց չի կարելի խեղդել, մենք կոչնչանանք։ Այդ մեկ հոգին է կարող է շատ բան տալ։ Իդեպ մենք ասում ենք, որ մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք։ Դա լավը որն է։ Չենք հասկանում, որ ամբողջ Եվրոպան ինքը դարել է եվրոպական մշակույթ, որ ասում ենք միանանք Եվրոպային, թե չմիանանք Եվրոպային, լավ է թե վատ է։ Մենք կանգնած ենք Եվրոպան, դա քրիստոնեական բարոյականության շուրջ ձևավորված քաղաքակրթությունն է։ Հասկանում եք, եւ դրա ակունքներում մենք ենք կանգնած առաջի քրիստոնեական երկիրներում մշակութային գաղափարախոսության շուրջ ձևավորված այդ կուլտուրայի ակունքներում ենք կանգնած, բայց եթե այսօր մենք խնդրենք որևէ մեկին մի շարական երկի չի կարող, չգիտի, էլի մեր մեղքն է եղել, գիտեք ինչի, նոտայագրված չի եղել, բայց լավ գոնե դա կարող էր արդեն որպես սովորույթ լինել կոնսերվատորիայում եւ այլն եւ այլն։ Եվ դա իհարկե կունենար այլ կոմպոզիտորային արդեն դպրոց եւ մենք ունենայինք այլ երաժշտություն։ Այնպես որ խնդիրները շատ են եւ հնարավոր է լուծել։ Մենք այն երկրներին չենք պատկանում, որ մենք շատ դրսից մասնագետների կարիք ունենք։ Այո, ունենք, բայց որոշ, այդքան շատ չէ, բայց մենք ինքներս մեր վրա աշխատելու եւ ինքնաճանաչողության եւ ինքներս մեզ հաղթահարելու, մեր թուլությունները հաղթահարելու շատ մեծ կարիք ունենք։ Այդ դա կսանկանի ասել, իսկ դա վերաբերվում է արդեն մեր հասարակությանը, այլ ոչ թե միայն մեր պետությանը, կառավարիչներից, մենք կարող ենք դրանից շատ բան պահանջել, իսկ մենք ինչ ենք անում։ Լսենք ձեր առաջարկները։ Որտեղ իրականում բոլորս շատ լավ գիտենք ինչ պետք է անենք, այսինքն մեզ սահմանափակում է հնարավորությունների բացակայությունը։ Հա, կոպիտ ասած Snoop Dogg-ի 6 միլիոնը տվեք Վահե Բեգոյանին ու դուք կես տարվա ընթացքում կստանաք հոգևոր երաժշտության ռենեսանս այս երկրում։ Ընդհանրապես պետք է հասկանալ մեր ազգը ի վիճակի է ձևավորել մշակութային տեսակ, այսինքն գեներացնել մշակութային տեսակ, ամբողջ մեր պատմությունը մենք այսօր մեր այս դիսկուրսի ժամանակ այսպես հղումներ արել ենք դեպի պատմական շրջաններ։ Ամբողջ մեր ազգի պատմությունը սրա վկայությունն է։ Այսինքն մենք ունակ ենք ստեղծել, այս ազգը ունակ է ստեղծել մշակութային տեսակ, գեներացնել այդ տեսակը եւ հազարամյակների ընթացքում այդ տեսակը գեներացվել է, չունենալով նույնիսկ պետություն, նույն մխիթարյան միաբանությունը ամենափայլուն օրինակն է եւ գիտական եւ մշակութային տեսակի խառնարան, ուղղակի խառնարան։ Այսօր այնտեղ էլ է ճգնաժամ, բայց ճգնաժամը կարող է լինել, կարող է եւ ճգնաժամները անցնում են։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, այսինքն ճիշտ բաշխել, այսինքն նախ եւ առաջ դիտարկման այդ արեալը հասկանալ ինչ է իրենց ներկայացնում եւ հետո հասկանալ որոնք են գործառույթները։ Երբ որ դու հասկանում ես այս ամենը, երբ որ հստակ պատկերացնում ես ինչ ճանապարհներով, ինչ խնդիրներ դու պետք է լուծես, այսինքն պետության ֆունկցիան դա է։ Պետության ֆունկցիան դա է եւ բնականաբար ստեղծել որոշակի մասնագիտական դիսկուրս խնդիրների շուրջ։ Երբ որ պետությունը չի զբաղվում այս խնդիրներով, այս խնդիրների ամբողջ ծանրությունը բեռը ծանրանում է արվեստագետների, գիտնականների եւ ընդհանրապես այն ոլորտների ներկայացուցիչների վրա, որոնք որ ոչ նյութական են, այսինքն հասկանում եք, վերաբերվում են կամ բովանդակային տիրույթներին, կամ հոգեվոր տիրույթներին։ Եվ պետության ֆունկցիան իմի բերելն է, այսինքն հասկանալն է այդ ռեսուրսը որն է, նախ եւ առաջ մարդկային ռեսուրսը, որովհետեւ յուրաքանչյուրը մեզանից
կրիչն է այդ ֆունկցիայի։ Հիմա եթե իշխանություններին պետք է իրականացնել այդ ֆունկցիան, այդ կրիչները Հայաստանում չէ, Հայաստանից դուրս կգտնվեն, ինչպես 20-ական թվականներին եղավ, երբ որ Հայաստանում ամայի տարածքում գոյացավ կրթություն որպես այդպիսին։ Այսինքն դրսից չէ նույն կոնսերվատորիան կամ նույն համալսարանը հիմնականում դրսից, այսինքն ներսում չկա ռեսուրս, դրսում կա, ու մենք գիտենք եւ հայազգի եւ մենք գիտենք այդ ռեսուրսը, այսինքն ամենաբարձր տեխնոլոգիական ոլորտներից ընդհանուր միջև կրթություն եւ մշակույթ պետության ֆունկցիան այս ամենը իմի բերելն է, ընդ որում ոչ միայն պետության, այսինքն գիտակից մեծահարուստների նաեւ ոչ միայն Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որովհետեւ մենք այսօր իրականում խոսում ենք ոչ թե մշակութային քաղաքականության մասին, այլ նրա մասին արդյոք կարող ենք մենք ունենալ այդ տեսակը հայի, այսինքն ոչ ժամանցային, ոչ զանգվածային, ոչ առևտրային, ոչ սովդակարային, այլ մշակութային տեսակը, որովհետև շատ ճիշտ նշեց Բարսեղ Թումանյանը, մեզ ճանաչում են հենց մեր մշակութային տեսակով, այսինքն որևէ այլ ոլորտում մենք ճանաչելի չենք, այսինքն մենք չենք իդենտիֆիկացվում։ Եվ այդ հնարավորությունը, այսինքն իմի բերելու, այսինքն այդ հիմնական գործառույթը պետության գործառույթն է կամ իշխանության։ Այստեղ իշխանավորի գիտակցական մակարդակն է կարևոր։ Էլի փոքր մեջբերում անեմ Ռեյգանին, որ գիտեք իր վարչական շրջանը Միացյալ Նահանգներում համարվում է այսպես գիտեք, ամենանվազ հարկերը սառը պատերազմում հաղթանակ եւ ընդհանրապես ինքը դուրը բացեց տեխնոլոգիաների զարգացման, երբ որ նրան հարցրեցին, որ որն է գաղտնիքը ձեր այս վարչական այս շրջանի, ասեց, գիտեք, գուցե նրանում է գաղտնիքը, որ ես ի վիճակի էի իմ շուրջ համախմբել 50 հոգու, որոնք որ միանշանակ ինձանից ավելի խելոք էին։ Դե սուպեր է, Բայց մեր մոտ մի փոքր դա չի ողջունվում։ Մարդիկ ուզում են լինել այն բուրգի գագաթը, որտեղ իրենցից խելացիները չկան։ Աստված իրենց հետ։ Պարոն Բաղդասարյան, ձեր պատկերը։ Նորից պիտի կգամ երկու փուլով, բայց փորձեմ համառոտ ասել, առաջինը բնականաբար պիտի գործնական մտքից այդքան հորետես չեմ այդ տեսանկյունից, որ անհույս ամեն ինչ, երբևիցե ոչ իման անհույս չի լինում, չկա տես բան։ Բայց դու էլ չես կարող նստել ու ասել, դե պիտի հիմա մի բանը արվի կամ չգիտեմ, պիտի մի բան անես որ արվի։ Այսինքն կրթական համակարգի խորքային ռեֆորմ, արմատական ռեֆորմ կրթական համակարգի, որ մենք ունենանք դիտող, կինոդիտող, դուք ունենաք հեռուստադիտող, իրանք էլ ունենան ընկերներ դահլիճներում որակով։ Ունենք հանգիստ։ Մենք ունենք 10 անգամ ավել կուզենայիք։ Շատ։ Ասահմանափակ կուզենայիք։ Խոսքը գնում է քանակի մասին, բնականաբար ունենք, բայց նրանք պիտի օգնեն ձեզ վերարտադրվելու, կրկնապատկվելու, խոսքը դրա մասին է։ Իհարկե ունենք։ Եվ կարևոր մի մոմենտ կա, որ այդ կրթական ռեֆորմի կարևորությունը մենք այդտեղից փոխանակ սկսենք, մենք գալիս ենք չափից ավելի մենք պետությանը դեր տվեցինք այսօր, ոնց որ ոչ դեմոնիզացնենք, ոչ էլ ես իմ այդքան կարևոր ենք, պետությունը ինչ է։ Պետությունը իրականում ռեպրեսիվ մեքենա է, որը կառավարությունները ովքեր են։ Մարդիկ են, որոնք մտածում են իրենց վերարտադրվելու մասին։ Այդ է այսօր դեմոկրատիայի, ուզում եք ճակերտներ դրեք, ուզում եք մի դրեք։ Ճակերտների դա է, վերարտադրվելու։ Եվ ոնց, տեսեք, այստեղ մի քանի մոմենտ կա, որ մարդիկ եւ դպրոցից կրիտիկական մտածողություն սերմանել երեխային, սովորեցնել դա, որը ձեռնտու չի հենց նույն այն պետության եւ կառավարությունը, որի մասին այդքան խոսում եք դուք։ Որտեւ երեխան վաղը վեկանալ ու լիքը հարցեր տա, երբ հակառակ դեպքում ինքը չէր տա այդ հարցերը։ Ինչ ասեր, ինչի է սիրում պոպ կուլտուրան կառավարի ցանկացած իշխանություն, ցանկացած 30 տարվա մեջ եւ այդքան էլ չէ բարձր արվեստ կամ այն արվեստագետներին, որովհետեւ նրանք կառավարել են, նրանց կարող շատ հեշտ առնես։ Կրիտիկական մտածողության դեպքում այդ շատ դժվար է արդեն համոզել մի բան, որը տեսնում ես, այո, դա, այսինքն մենք պետք է հասկանանք, մեզ պետք է տենց հասկանանք, պետություն, ինչ նշանակում պետություն։
Նոմինալ պետություն, ֆորմալ անտարբեր է մեզ դրա հանդեպ։ Ինչը պետություն, այսինքն դրոշ հիմնա, օքեյ, ունենք։ Այսինքն ինչ ենք ուզում մենք։ Եվ մի կարևոր մոմենտ կա, որը ցավալի է, այսպես խոսում, որ մենք անընդունակ ենք ընդհանրապես էլիտա ձևավորելու։ Որովհետև բոլորը խոսում եք դրա մասին, բայց այդ բառը խուսափեցիք երևի, բայց իսկական էլիտա, ոչ թե որ թագ ժամացույց է կրում կամ թանկ մեքենա է քշում։ Ճարտարապետական էլիտա, գեղարվեստական էլիտա, երաժշտական էլիտա, իրական էլիտա ձևավորել։ Մենք ընդունակ չենք դրում, մենք դա պետք է կամ սովորում ենք, կամ մեզ իշխում են լումպենները։ Խնդրեմ, ընտրություն միշտ կա եւ հույս կա, անգամ եթե ինքը նվազում։ Հրաշալի, մեր հնչած այսօրվա մտքերը լսենք, որից հետո տեսնենք ինչ են ասում։ Պետությունը պետք է սահմանի իր հստակ պահանջները, հարկային քաղաքականությունը պետք է վերանայել, մշակույթի նախարարության վերականգնում, հազարամյակի ծրագիր ունենալ, մայստրոյի ասած, ստեղծել վերնախավ, նույն էլիտան, այո, որ արձանագրել է։ Հաղթարել սեփական թուլությունը, ստեղծել քո սեփական տեսակը, մշակութային տեսակը, մասնագիտական դիսկուրս ստեղծել եւ կրթական համակարգի արմատական ռեֆորմ։ Այդ արմատական ռեֆորմը, որի մասին դուք նշում եք, որ հետո ձեռնտու չի լինի ինչ-որ մի իշխանության, բայց դա անցումային ժամանակահատված է պահանջում, երբ արմատական ռեֆորմները լինեն եւ համակարգերը կրթվեն այլևս այդ ռեֆորմների թելադրանքով, կձևավորվի եւ լավ իշխանություն, եւ լավ հասարակություն, եւ լավ ընդդիմություն։ 2 ժամ ընդամենը, որ գնանք ցանկացած ոք մեզնից կարողանա շփվել բարձր դպրոցում, այդ 2 ժամ հետո դուրս կգան այդ երեխեքը լրիվ ուրիշ իրանք եւ լավ երաժշտություն կլսեն եւ լավ կինո կման գան։ 2 ժամ, բայց պիտի կողքից մարդ լինի, որ տեսնի ինչ ենք անում։ 2 ժամ, 30 տարվա մեջ մենք չենք գտել այդ 2 ժամը։ Դա համար եկեք չբողոքենք։ Չենք գտել այդ 2 ժամը։ Լսենք արհեստական բանականությունը։ Հայաստանում մշակութային քաղաքականության մշակումն ու իրականացումը պետք է լինի համակարգված եւ ներառական գործընթաց։ Մշակութային քաղաքականությունը չպետք է լինի միայն վերևից թելադրված որոշում։ Այն պետք է ձևավորվի հետևյալ օղակների համագործակցությամբ։ Պետական մարմիններ, ԿԳՄՍ նախարարություն, ռազմավարական ուղղությունների սահմանում եւ օրենսդրական դաշտի ապահովում։ Մասնագիտական համայնք, արվեստագետներ, մշակութաբաններ եւ արվեստի քննադատներ, ովքեր գիտեն ոլորտի ներքին խնդիրները։ Քաղաքացիական հասարակություն եւ ստեղծարար սեկտոր, անկախ արվեստանոցներ, ՀԿ-ներ եւ կրթական հաստատություններ։ Տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային եւ համայնքային մշակութային կյանքի ապակենտրոնացված կառավարման համար։ Քաղաքականությունը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա. ինքնության պահպանություն եւ արդիականացում։ Ոչ միայն պահպանել ժառանգությունը, այլև խթանել ժամանակակից մրցունակ արվեստի ստեղծումը։ Ապակենտրոնացում։ Մշակութային կյանքը չպետք է սահմանափակվի միայն Երևանի կենտրոնով։ Մարզերում պետք է ստեղծվեն ակտիվ օջախներ։ Կրթական բաղադրիչ։ Մշակույթի ինտեգրումը կրթական համակարգի մեջ, սկսած նախակրթարանից, որպիսի ձևավորվի գիտակից հանդիսատես։ Տնտեսական գրավչություն։ Մշակույթը դիտարկել որպես փափուկ ուժ եւ տնտեսական ռեսուրս, ստեղծարար արդյունաբերություն, տուրիզմ, ազատություն եւ բազմազանություն։ Ցանկացած քաղաքականություն պետք է երաշխավորի ստեղծագործական ազատությունը եւ բացառի գրաքննությունը։ Հայաստանին անհրաժեշտ է թանգարանային մշակույթի ցանցում կատարել դեպի կենթանի, մասնակցային եւ արդիականային մշակույթի, որտեղ պետությունը ոչ թե թելադրող է, այլ հնարավորություններ ստեղծող։ Վերջին 2 բառերը հուսադրող էին։ Այո, եւ մենք էլ արձանագրեցինք, որ խնդիրները լուծելի են, ռեսուրսները կան, պետք է սիրել, գնահատել, ճանաչել եւ իհարկե պետք է քաղաքական կամք այդ ամենն իրականություն դարձնելու համար։ Առավել եւս, երբ ամեն ինչ արժևում է։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։